Հաճախ ենք խոսում, որ գիրանցը կարող է դիտարկվել որպես մեր իրական անկախության սիմվոլներից մեկը, բայց ես կարծում եմ լավագույն սիմվոլներից մեկը կարող է լինել ոսկեպարի եկեղեցին։ Պարոն Դանիելյան, հիշել ենք ձեզ մեր ներկուսակցական քարոզարշավի ժամանակ, երբ որ ոչ միայն ոսկեպարի եկեղեցում էինք, ինքը տեղում էր, այն է, որ հասնելիս ոսկեպարի եկեղեցի, անցնելով օրինակ ոսկեպարի մոտով Վաղանիսի, մենք տեսնում ենք հարյուրավոր կառուցվող տներ, ոսկեպարում մասնավորապես 56-ը, Վաղանիսում 59, այսինքն 0-ից կառուցվում են թաղամասեր, եւ սա մի բան էի ցույց դնում։ Սիրելի ընդդիմություն, դուք պարտվել եք արդեն այս պահին։ Ընտրությունները չսկսված պարտվել եք, որովհետև քաղաքացիները խաղաղություն կառուցում են մեզ հետ։ Մենք բանակցում ենք, քաղաքացիները կառուցում են տներ, թաղամասեր։ Ուզում եք հազարավոր անգամ կրկնեք, որ սա խաղաղություն չի, հրադադար է։ Քաղաքացին չի հավատում։ Պարոն Դանիելյան, վերադարձել եք ոսկեպար, այդ մարդկանց հետ խոսել եք։ Ինչ երեսով, ես զարմանում եմ։ Սիրելի քաղաքացիներ, այսօր EVN Report-ը հրապարակեց հերթական հարցումները, որոնք ինձ համար նորություն չէին, զարմանալի չէին, որովհետև մենք չենք կտրվում իրականությունից։ Եվ սիրելի քաղաքացիներ, մեր վարկանիշը 3 անգամ ընդդիմության վարկանիշը միասին վերցրած ավելին է։ Սա մի բան է նշանակում։ Երբ ես ասեմ դուք պարտվել եք, սա նրա մասին է նաև, որ դուք փողոցային պայքար գեներացնել չեք կարողանում, որովհետև անընդհատ ստելով, վախը փորձելով դարձնել քաղաքական կապիտալ, դուք չեք կարող այսպես հավերժ, այդ ոճը հավերժ չի կարող լինել։ Մեկ անգամ վախեցրիք։ Հիշում եմ, ԱԺ-ի դիմաց ցույցեր, ինչ որ մի կեղծ փաստաթուղթ էի շրջանառել, իբր մենք Սյունիքն ենք տալիս, Սյունիքը դեմիլիզացվում է, հալավ մի անգամ վախից դուրս եկան փողոց։ Ոսկեպարը, Կիրանց, հալավ իչքան։ Մեր քաղաքացիները մեր շփումների ժամանակ որպես մեծագույն ձեռքբերում նշում են խաղաղությունը։ Ու դա այդպես է։ 1000 անգամ ասեք խաղաղություն չի, հրադադար է։ Չեն հավատում։ Եվ չեն հավատում, դրա համար կառուցում են։ Եթե մի գրամ անգամ կասկած լիներ, որ դուք կարող եք մի քիչ ճշմարիտ լինեք, դա տեղի չէր ունենա։ Եվ ես շնորհակալ եմ մեր քաղաքացիներին այս համագործակցության համար, որովհետև խաղաղությունը անհնար կլիներ առանց մեր քաղաքացիների հետ մեր ամենօրյա աշխատանքի, համագործակցության, վստահության քվեի։ Եվ ես նկատում եմ, որ արտախորհրդանական ուժերից մի քանիսը կողմնորոշվել են եւ առաջ են տանում սոցիալական հարցերը, որովհետև արտաքին հարցերում նրանք ավելի լավ առաջարկ չունեն, դուք էլ չունեք, դրա համար այսօր էլ Օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետի, երբ վարչապետը գավառում էր, վարչապետից խնդրին կատե համակարգ եւ վարչապետը առողջապահության նախարարի հետ միասին կատե համակարգ ուղարկեցին գավառ, որտեղ այն ժամանակ նույն գավառցին գալիս էր Երևան, որպեսզի կատե համակարգից օգտվեր։ Վերազինվեցին հիվանդանոցները, բազմաթիվ հիվանդանոցներ Գեղարքունիքի մարզում, դիալեզ ապարատներով, չգիտեմ այդ անունը ճիշտ եմ ասում թե չէ, ցիֆրավոր ռենտգեններով, այդ գունավոր ռենտգեններով, օրինակ Գավառի բժշկական կենտրոնի ռենտգեն այդ ապարատը, եթե չեմ սխալվում, մի 25 տարվա էր, վերափոխվեց եւ այդ գունավոր ռենտգենը բերեցին եւ մարդիկ դրանից գոհ են։ Ես ուզում եմ նաև խոսել, սիրելի հայրենակիցներ, մի փոքր էլ առողջապահության ապահովագրության մասին եւ ուզում եմ այս ֆոնի վրա մի հաշվարկ անել, որպեսզի մեր հայրենակիցներն էլ վստահ եմ ելույթս կտեսնեն եւ այն խոսույթը, որ տարածում են ժողովրդի մեջ, կհասկանան, որ կեղծ է։ Օրինակ լրագրողները մոտենում են ժողովրդին, ասում են ո՞նց եք կարծում, որ վարչապետն ասում էր այն մի քանի ժամանակ առաջ, դեռ որ թոշակները չէր բարձրացվել, ասում էին վարչապետն ասում էր տատիկ պապիկները ինչ են անելու 10,000 այնտեղ տատիկ պապիկներ չգիտեին ինչ կոնտեքստից են կտրել, ասում էին դե թող տան մենք որոշենք, բայց մի հաշվարկ եմ ուզում անել, սիրելի հայրենակիցներ, տեսեք, մենք ունեինք գումար պետական բյուջեից եւ փորձում էինք հասկանալ ինչ անել այդ գումարը, այսինքն թոշակ բարձրացնել, թե այլ ինչ անել, որպեսզի մեր հայրիկները, մայրիկները, տատիկներն ու պապիկները ավելի շատ օգտվեն եւ որոշեցինք դնել առողջապահության ապահովագրությունը, համընդհանուր ապահովագրությունը
Եվ այնտեղ այդ 10,000 կամ 10,400 թվերը լավ չեմ հիշում, այդ գումարի դիմաց այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին, մեր տատիկները, պապիկներն, հայրերն ու մայրերը մի քանի տասնյակ հազար դրամների դեղեր են ստանում, մի քանի 100,000 դրամանոց վիրահատություններ են անում։ Մի քանի օր առաջ Գավառի ԲԿ-ում խոսում էի, գնացել էի, ասացին, որ ազատ սենյակ էլ չկա, այսինքն արդեն մտածում են որտեղ կարելի է հիվանդներին տեղավորել, որովհետև առողջապահության ապահովագրության ֆոնին մարդիկ գնում են եւ այդ բուժումներն ստանում են, բայց երբ հիմա բարձրաց ապրիլի 1-ից վարչապետն հայտարարեց, որ բարձրանալու է թոշակները, մարդիկ ասում են մի քանի ամիս հիմա հարցը փոխել են, մի քանի ամիս առաջ վարչապետին հարցնում էին, վարչապետն ասում էր, որ 10,000 դրամ ինչ է անելու թոշակառուն, այսօր ինչի է բարձրացրել։ Սիրելի հայրենակիցներ, պարզ տրամաբանությամբ, էլի պետական բյուջեն եկավ, տնտեսական աճը տեսանք բյուջեի ինչքան փող կա, էլի այդ փողը հանեցինք, որ բերենք, որ ծախսենք ձեր վրա եւ որոշեցինք ինչ անել, բարձրացնել թոշակները։ Մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը, եթե չեմ սխալվում, Իջևանում մեր ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում քաղաքացու հետ զրույցում ասեց, որ սրանից հետո այլևս ինչքան կլինի գնաճ, այնքան կլինի թոշակների բարձրացում։ Ըստ էության, եթե լավ եմ, ճիշտ եմ հասկացել, ու ես ուզում եմ նաև ասել, որ այդ ֆոնին, որ ներքին սպառման զամբյուղը, ոնց է կոչվում, լավ չեմ նշում, սպառողական զամբյուղի մասին է խոսքը, եթե սպառողական զամբյուղը ենթադրենք առաջ թոշակը սպառողական զամբյուղից քիչ էր, այսօր արդեն ապրիլի 1-ով սպառողական զամբյուղից շատ է այդ թոշակը եւ պարբերաբար շատանալու է։ Ես ուզում եմ նաև ասել, որ բացի այն, որ մեր տատիկներ, պապիկները 10,000 դրամով մինիմալ թոշակառուն 10,000 դրամով ավել է ստանում, նաև զինվորական թոշակառուները ստանում են 10,000-ից ավել։ Այսինքն այնպես չի, որ դա ստանդարտ է։ Եվ նաև մի պարոն Օհանյան, ես ճիշտ ասած մի երկու դիտարկում կամ հարց ոնց կգնահատեք, տեսեք, նպատակային ուսուցման շրջանակներում պետք է ակտիվորեն հանդիպում կազմակերպել մեր երիտասարդների հետ, ովքեր կցանկանան հետ գնալ եւ մարզում աշխատել, դա մի հոյակապ ծրագիր է, որ հնարավորություն է տալիս սոցիալապես նաեւ անապահով երեխային, ով վարձ վճարելու հնարավորություն չունի, բայց լավ է սովորում, գա եւ անվճար սովորի եւ հետ դառնա մարզ եւ այդ մարզում իր գործունեությունը ծավալի։ Եվ երկրորդը ուզում եմ ասել, որ պետք է բուժ աշխատողների էլի ես հարցով խոսել եմ եւ հիմա էլ եմ ասում, տեսեք, այնտեղ օրենքի բաց կա բարձր լեռնային եւ բարձր լեռնայինի մասով եւ այնտեղ կա, որ գործատուի հայեցողությամբ, եթե լավ եմ հիշում օրենքը, այս օրենքի մեջ փոփոխություն անենք, որովհետեւ